հարցը ավելի լայն է հակահայկական արշավի մասը։ Նաև քննադատվում է ընդդիմությունը, որ արցախցիների հարցը օգտագործում է ներքաղաքական հարցեր իրենց իշխանության գալու համար եք օգտագործում, նաև շատ քննադատվեց, երբ որ Վրան այցելեցին Դաշնակցությունը, այս առումով ինչ կասեք, ասում են իշխանափոխություն անելու համար փորձում եք այդպես օգտագործել նրանց։ Ժպտում եմ, որովհետև Դաշնակցությունը ինչ անի, եթե ոչինչ չանի, մեկը նույնչափ թիրախավորվում է ու թիրախավորվում է ճիշտ այնպես, ինչպես թիրախավորվում է օրինակ Ադրբեջանի շինծու ռազմագերիներին դատելու գործում։ Նույն բառապաշարով, նույն կրքով Դաշնակցությունը միշտ թիրախում է, կապ չունի ինչ անի։ Մի կողմից ասում են զրո ազդեցությամբ քաղաքական ուժ որևէ խնդիր մեր համար չի ստեղծում, մյուս կողմից առավոտից երեկո խոսում են Դաշնակցության մասին, այդտեղ դրա համար եմ ժպտում։ Ինչ վերաբերում է Արցախի հարցը ներքաղաքական ինչ որ օգտագործում են, Արցախի հարցը մեր հարցն է։ Մեր հարցն է, մեր կարևորագույն խնդիրներից մեկն է Արցախ վերադարձի հարցը, Արցախայինի իրավունքների պաշտպանության հարցը։ Ամեն արցախցու այնպես անել, որ այստեղ մնան, ապրեն, արարեն, ստեղծեն, երեխաներ ունենան։ Չպիտի զբաղվենք այդ հարցով, ինչ է նշանակում, այսինքն քաղաքական ուժը որ հարցով զբաղվում է, կարող է ներկայացնել, որ իշխանություն ունենալու համար է զբաղվում։ Ինչն է դա հարցը։ Հույսեր եք տալիս, ասում եք կվերադառնաք Արցախ, բայց գիտեք, որ դա հնարավոր չէ, կարգավիճակ չկա եւ այս ամենը այսպես նրանց զգացմունքների վրա խաղալով փորձում եք դիվիդենդ նշել։ Իսկ ով է հնարավորն ու անհնարավորը շում։ Նիկոլ Փաշինյանն եւ իր թիմի եթե լսենք, բացի Ալիևի պահանջները կատարելուց ուրիշ հնարավորություն չկա։ Ով է հնարավորն ու անհնարինը որոշում։ Հիմա ինչ հնարավորություն չկա, որևէ մեկը այնքան ռոմանտիկ չէ, որ մտածի, որ վաղ հնարավոր է Արցախ վերադարձ։ Բայց մենք համոզված ենք, որ իրավիճակի փոփոխությունով տարիներ հետո այդ հնարավորությունը կարող է բացվել։ Ինչ անենք, բոլոր դռները փակենք, դռներն ու պատուհանները հնարավորությունների առջև փակենք, իզոլանանք ու ասենք հնարավորություններ չկա։ Մենք խոսում ենք հնարավորինս ուժեղանալու, հնարավորությունների առջև դուռը չփակելու մեր իրավունքները պաշտպանելու համար, որ երբ հարմար պայմաններ լինեն, կարողանանք դա օգտագործել։ Գոնե այդ առումով կարող ենք տեսնել 94-ի Ադրբեջանը կարող էր մտածել, որ մի օր ինքը Արցախում իրավազորություն է հաստատելու։ Ինչ կլիներ Ադրբեջանի հետ, եթե փակեր բոլոր հնարավորությունների դռները ու վարեր այնպիսի քաղաքականություն, ինչպես Նիկոլ Փաշինյանն է վարում։ Ով է ասել, որ հնարավորություն չկա։ Մենակ վերջի 5 տարում աշխարհը որքան է փոխվել։ Այն ԵԱԿ Մինսկի խումբը, որ ասում են լուծարենք, որտեղ իրար հետ չեն խոսում։ Ընդհանրապես 2 տարի հետո հիմա իրար հետ ոչ միայն խոսում են, բանակցում են շատ կնճռոտ հարցերի շուրջ։ Ով է ասել։ Ինչ ու դրա համար են այդքան արագ ուզում լուծել, այսինքն ով կարող է կանխատեսել 5 տարի հետո մենք ինչ հնարավորություններ կունենանք կամ չենք ունենա։ Այդպես հերո չի այն օրը, երբ որ կասեն Սյունիքը պահելու հնարավորություն չկա։ Մենք ասում ենք Սյունիքը պահելու հնարավորություն չկա, ինչ պիտի անենք։ Եթե Սյունիքը չհանձնենք, պատերազմ կլինի, ինչ պիտի անենք։ Այդ կարմիր գիծը որտեղ է միջև այդ հնարավորություն չկա դուռը փակելու։ Դրա համար ոչ թե խաբում ենք, այլ անում ենք հակառակը, ինչ որ ուզում է մեր թշնամին։ Եթե հնարավորություն չկա, Ադրբեջանը ինչի է ուզում, որ մենք այդքան հուսալքվենք ու մոռանանք Արցախի հարցը փակենք, եթե հնարավորություն չկա։ Հետևաբար, եթե ուզում ենք հասկանալ ինչն է ճիշտ անել, պիտի նայենք թշնամին ինչ է ուզում, անենք դրա հակառակը։ Դրա համար մեր իրավունքների համար պայքարը դուր չփակել հնարավորության համար պարտականությունն է մեր, որը անում ենք, եթե իրենք դա քաղաքական շահարկում են համարում, ինչ ասեմ, թող իրենք էլ այդպեսի քաղաքական շահարկումներ անեին, թող Ադրբեջանի պահանջները չկատարեին, Արցախի իրավունքների պաշտպանությամբ զբաղվեին, ու դա թող բան անեին, քաղաքական շահարկում պիտակավորեին, ասեին բանը, ձայներն ենք ուզում ստանանք կամ այլն։ Թող լուծեն այդ խնդիրները, ես հստակ եմ ժողովրդին իրենց շնորհակալ կլինի։ Խնդիրները չեն լուծում, ով իր ուժերի ներածին չափով ուզում է այդ խնդիրների լուծել, գերիների հարցի մասին է շարունակում խոսել, ասում են քաղաքական շահարկում, այդպես ոնց կլինի։ Ես եմ շնորհակալ։